Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 3-ի համար բոլոր տարվա ծնված նշանների համար իհարկե։ Տեսնենք, որը երկուշաբթի է եւ տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին նոյեմբերի 3-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը նոր սեր, նոր հարաբերություններ, այստեղ հանդիպում ձեզ սիրելի անձնավորությանը, հնարավոր է ձեր երկրորդ կեսն է, ձեր տղան է, ձեր ամուսինն է, նաև Սերկ Խոստովանի այդ տղան ձեզ, իրեն հանդիպելուց ձեզ շատ լավ կզգաք, ինչ որ մեկն է, ում կարող եք նաև սիրահարվել այդ օրը, կամ այդ տղան ձեզ ուղղակի սիրահարվի, բայց դեռ սիրո խոստովանություն չանի։ Նաև այդ օրը զարգացում, առաջ խաղացում ունեք, միգուցե ձեր հարաբերություններն են զարգանում, միգուցե մեկ այլ հարց է, գործերը, բիզնեսը, բայց ինչ-որ մի բան նաև ուշանալու է մոտավորապես 2 ամիս։ Կարիերայում եւս մի փոքր բարձրացում, տարբերություն կարող եք նկատել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 3-ին։ Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերն են, հա մի խառնեք այստեղ ամսվա ծնվածների հետ։ Տան հետ կապված ոչ իրադարձություններ ունեք, այստեղ արդեն հուզմունքը դուրս է գալիս, միգուցե նաև հուզված եք։
հնարավոր է առիթ է կամ ինչ-որ հարցեր են, գնում եք տուն նայելու եւ այլն, ամեն ինչ կապված տան հետ։ Ընտանիքի անդամների հետ նույնպես։ Ճանապարհ եք գնալու, ինչ-որ հարցին ելք եք փնտրելու։ Միգուցե ճանապարհը դրա համար եք գնում կամ ինչ-որ մարդիկ են գալու ձեզ մոտ օգնել միասին ինչ-որ հարցին ելք փնտրեք։ Օրվա ընթացքում հաջողություն ունեք, դռները բացվում են ձեր առջև եւ եւս էլի լավ լուր, բարի լուր կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին նոյեմբերի 3-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը ինչ-որ մեկի մասին կմտածեք, ինչ-որ բանի մասին եք մտածելու, նաև երկար սպասված ոչ է նամակ կստանաք, ոչ է փաստաթուղթ, ոչ է տեղեկատվություն, նաև օրվա ընթացքում որևիցե լուսավոր մի բան տեղի կունենա, որը ձեզ շատ կուրախացնի, ձեր տրամադրությունը կբարձրացնի, նաև հանկարծակի անսպասելի լուր ունեք, կամ եթե ինչ-որ մեկը մի բան ձեզ կխոստանա, որ ստորագրեք դրա դիմաց, ապա ուշադիր եղեք, միշտ ապեք ստորագրել, լավ ուսումնասիրեք, այստեղ խաբեություն է, դա նաև ոնց որ փուչիկ թեմա է, փուչիկ թուղթ է, այդպես կարելի ասել։ Նաև ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, բիզնեսը առաջ կտանեն, նաև կարող եք հանդիպել պետական աշխատողի հետ, իր հետ կարող եք երկար մնալ կամ աշխատանքի վայրում երկար մնալ, ինչ-որ մի տեղ ոնց որ ուշ կամ տուն կգաք կամ ինչ-որ մարդ նաև ուշ տուն կգա։ Ուշ ժամի նաև ոնց որ ինչ-որ մի տեղ դեռևս այնտեղ եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին նոյեմբերի 3-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը կամ գումար եք ծախսելու կամ գումար կգա ձեզ մոտ։ Նաև նոր դռներ են բացվում ձեր առջև, դռները բաց են, բայց այստեղ բանալին ձեր ձեռքում է, կարծես թե դուք դուռ եք փակում, ոչ թե բացում։ Որովհետև տխրում եք, որովհետև ինչ-որ դեպրեսիվ վիճակ է, մելանխոլիկ վիճակ է, միայնակության զգացում է, երևի թե դուռ եք փակում ավելի շատ այստեղ, երկար մտածեք։ Օրվա ընթացքում արդեն ամեն ինչ կփոխվի, ձեզ սիրված կզգաք, նաև կարող սիրահարվել, ձեր հարազատ մարդկանց կարող եք տեսնել, ինչ-որ մի բան լինի, որը ձեզ շատ ուրախացնի։ Այդ երեկոյան եւս էլի սկսում եք գորգռալ։ Միգուցե օրվա ընթացքում ինչ-որ մի բան եք իմանում, այդպես տխուր վիճակ է, հետո երեկոյան սպասում եք, թե երբ եք գնալու տուն գորգռակ կամ Գուցե երեխաների վրա է գորգռում, որ շուտ քնեն, գուցե ինչ-որ իրադարձություն է, իրավիճակ է, որտեղ էլի նույնիսկ գորգռում եք, հա, պարտադիր չի ինչ-որ մեկի վրա գորգռակ, հա, մարդը ոնց է օրինակ քաղաքականության վրա, հա, թեկոս ինքն իրան ինչ-որ գորգռում է, բայց դա հստակ ինչ-որ մեկին չի վերաբերվում կամ ընդհանուր երկրի ֆոնն է, հա, կամ դե ամենայն դեպս կարող եք ինչ-որ մեկի վրա էլ գորգռալ։ Ձեզանից է, դուք եք անելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին նոյեմբերի 3-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը գործերը որոշ չափով առաջ կմղեք։ Շատ չեք կարողանում առաջ մղեք, որովհետև խոչընդոտներ կան։ Ինչ որ չափով է։ Եվ հետո սկսում եք տատանվել երևի ինչ հարցին ինչպես լուծում տալ, որ եւս էլի շարունակեք այդ գործերը անել։ Օրվա ընթացքում օցեր կան, կամ վատ վերաբերմունք է, կամ չար լեզուներ են, չար մարդիկ են։ Իսկ օրվա վերջ արդեն բարձր տրամադրություն կունենաք, ուրախ եք, արևն է ընկել, էներգիայով լի կլինեք, ինչ-որ բաներ կփոխվեն ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օցերին։ Ինչ է սպասվում օցերին նոյեմբերի 3-ին։
Հարգելի օձեր, այդ օր առավոտյան ուշադիր եղեք, կաղեք, ոչ է հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնել։ Նաև օրվա ընթացքում հույսով եք, հույսով սպասում եք, կամ ինչ-որ մեկին, կամ ինչ-որ բանի եւ այդպես միայնակ վիճակ է, դեպրեսիվ վիճակ է, այդ սպասողական կամ ոնց որ հույսներ դել եք ինչ-որ մի բանի վրա եւ այդպեսի ինչ-որ իրավիճակ է ձեզ մոտ, այդպես դեպրես, չգիտեմ, մելանխոլ վիճակ է, ասենց ոնց որ մարդը այդպես սպասում է։ Օրվա ընթացքում նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը եւ որևիցե մի ինչ-որ բան կարող է իմանաք, որևիցե տեղեկատվություն, ինչ-որ մի փուչկի նման ինչ-որ մի բան կարող է պայթել, ինչ-որ մի տեղեկատվություն է, որը կարող է պայթել։ Նաև ուշադիր եղեք, եթե ինչ-որ մի բան կարող են ձեզ առաջարկել, կարող է դա սուտ լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին, ձիերին, ձկներին։ Ինչ է սպասվում ձիերին նոյեմբերի 3-ին։ Չգիտեմ ով կնայի այս հատվածը, բայց եթե առաջինն է դա ընկնում, ապա ուղղակի քարտերը չեն ուզում խոսել։ Ինչ է սպասվում ձիերին նոյեմբերի 3-ին։ Հարգելի ձիեր, այդ օր առավոտյան մի փոքր տխուր եք, մի փոքր մելանխոլիկ վիճակ է ձեզ մոտ, շարժվում ենք, նաև միայնակության զգացում կարող է լինել դա ձեզ մոտ։ Օրվա ընթացքում նաև այդ ամենը կանցնի, ոմանց կարող են սիրախոստովանություն անել, հանդիպեք ձեր սիրելիներին, ձեզ արդեն լավ կզգաք, ձեզ սիրված կզգաք, սկզբում կարող է ինչ-որ պահեր են, հետո արդեն ամեն ինչ կարգավորվում է ձեզ մոտ, բայց օրվա ընթացքում նաև կարող եք ևս վիճել ինչ-որ մեկի հետ։ Ոմանք կարող են այցելել հիվանդանոց կամ հիվանդանոցից ոչ լավ լուր լսեք, ոչ բարի լուր լսեք, նա որ հղիության մասին է, ծննդաբերության մասին է, կամ որ տվյալ անձնավորությունը արդեն լավ է, կամ ձեր հետ կապված դա կարող է լինել, եթե անալիզ եք հանձնել, ապա դա կարող են տալ, ոնց որ լավ նորություն է դա, լավ անալիզների պատասխաններ են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին, ոչխարներին։ Ինչ է սպասվում այծերին նոյեմբերի 3-ին։
Հարգելի այծեր, նաև ոչխարներ, առավոտյան լավ տրամադրություն ունեք, բարձր տրամադրություն ունեք, բայց հետո փչացնում եք ամեն ինչ։ Այստեղ ինչ-որ մի բան եք ձեր ձեռքից բաց թողնում և սկսում եք գոռգռալ, որ գոռգռում եք, հետո դրանից հետո խոչընդոտներ են հայտնվում, ինչ-որ մի բան կարող է ի հայտ գալ, բացահայտվել, գուցե նաև գումարի հետ է կապված, գուցե գումար եք ավելորդ ծախսել, գումարի իմացել եք գումար են որ ծախսել, կամ գումարը ստանալու հետ է կապված։ Իմանում եք, որ այդ հնարավորություն ունեիք և ձեզ չեն ասել, օրինակ, որ արի աշխատավարձ կա և հետո սկսում եք գոռգռալ, բայց այստեղ հետո խոչընդոտներ են հայտնվում ձեր առջև։ Ուշադիր եղեք, ամեն ինչ ձեզանից է կախված։ Ձեր տրամադրությունը դուք եք փչացնում, որտեղ բարձր տրամադրություն ունեք և հետո ամեն ինչը խճճվում, խառնվում է իրար։ Եվ ոմանք կարող են նաև և գումար ստանալ, ի վերջո, բայց նաև կարող է գումարի մասին այդ ամեն ինչը։ Օրվա մեջ նաև ոմանք կարող են սիրահարվել կամ դուք ձեզ սիրահարվեն, սիրոխոստովանություն անեն, արդեն ձեզ լավ կզգաք, սիրված կզգաք, ամեն ինչ անցյալում կլինի, կհանդիպեք ձեր սիրելի մարդկանց։ Եվ ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կարող են ձեզ մոտ գալ։ Եվ այստեղ օձեր կան, որոնք որ ձեզ կարող են էմոցիաների հասցնել։ Իրենց վերաբերմունքով, իրենց խոսակցությամբ էմոցիոնալ կլինեք բավականին։ Միգուցե ճանապարհ եք գնում իրար հետ, միգուցե գնում եք այնտեղ նման մարդկանց եք հանդիպում, կամ նման մարդիկ են գալիս ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին նոյեմբերի 3-ին։ Հարգելի կապիկներ, այդ օր առավոտյան կարող եք տատանվել, ինչ-որ հարցում ծանր ու թեթև անել կամ կասկածել նաև։ Եվ օրվա վերջ ոմանք կարող են երկար մնալ աշխատանքի վայրում, ոմանք գնան սպասեն, որ հարցազրույցի գնան, նաև պետական աշխատողի հետ կարող է պետք է հանդիպեք և այնտեղ երկար եք մնալու, բայց ամենայն դեպս ինչ-որ լուսավոր պահեր են լինելու, ձեր տրամադրությունը կբարձրանա։ Թեկուզ եթե հարցազրույց է կամ կարող է երկար մնաք աշխատանքի վայրում, որ աշխատավարձը ստանաք, նման ինչ-որ պահեր կարող են լինել։ Բայց հետո որոշ բաներ չեն ստացվում ձեզ մոտ, չգիտեմ դա արդեն որ ոլորտն է, ամենայն դեպս պետք է սպասեք։ Ուշանում է դա։ Գուցե աշխատանքն է ոնց որ կանգնած, դեռևս առաջ չի գնում, ռեզյումեներ տվել եք, բայց դեռևս կանչ չկա, հա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կաքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին նոյեմբերի 3-ին։
Հարգելի ակաղներ, այդ օրը հեռախոսազանգ կարող ունենալ կամ դուք կարող եք զանգարել ինչ-որ մեկին, ոմանց սիրո խոստովանություն կանեն կամ դուք կանեք սիրո խոստովանություն, սպասում եք ինչ-որ մեկին, ձեր սիրելիին, միգուցե նաև սիրելի մարդկանց հետ հանդիպում եւ այստեղ ուշադիր եղեք, որպեսզի չվիճեք օրվա ընթացքում նաև եւ ձեր սիրելի մարդկանց հետ եւ նաև ձեր երկրորդ կեսի հետ։ Օրվա ավարտին ձեր գործերը առաջ կմղեք, բայց տատանվում եք նաև, թե միգուցե ինչ փոխեք, ինչ անեք, էլի ինչ անեք, հա, ինչ որ պահեր են այստեղ նաև այդ գործերը առաջ մղելու հետ կապված։ Միգուցե հենց տատանվում եք, թե ինչպես այն առաջ մղել, ոչ թե ինչ որ փոփոխություններ անել, այլ ինչպես են առաջ մղել, միևնույնն է, այդ օրը կկարողանաք առաջ մղել։ Ինչ էլ որ լինի, ինչ էլ որ մտածեք, հա, գործերը առաջ կմղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին նոյեմբերի 3-ին։ Հարգելի շներ, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև որոշ դռներ կբացվեն ձեր առջև, որոշ հնարավորություններ կստեղծվեն ձեզ համար։ Աշխատանքի հետ կապված այստեղ գործերը կարծես թե առաջ չեք կարողանում գցակ, բիզնեսի հետ կապված, նաև եթե ուզում եք հանդիպել ինչ-որ մեկի հետ, ով որ պետական աշխատող է, ոնց որ իր հետ չեք կարողանում հանդիպեք կամ իր հետ դե ինքը ասում է, որ կարող է ինչ-որ գործեր չլինում դեռևս առաջ մղել, ինչ-որ բաներ են պետք եւ այլն, հա, եթե ինչ-որ մեկի հետ պետք է հանդիպեք։ Նաև դա կարող է լինել, որ ձեզ չեն թողնում աշխատեք, ձեր երկրորդ կեսը, ձեր ընտանիքի անդամները դեմ են այդ աշխատանքին եւ չեք կարողանում գնալ այդ աշխատանքին, հա, եւ այդ աշխատանքում ձեզ ցույց տալ։ Եվ կարող եք վիճել նաև ձեր երկրորդ կեսի հետ, ձեր ընտանիքի անդամներից ոչ թե մեկի հետ եւ ինչ-որ մի բան կարող եք կանգնել դրանից հետո, ինչ-որ մի բան դանդաղել։ Միգուցե հենց վեճը դրանից է, որ ինչ-որ մեկը ինչ-որ մի բան չի անում, միգուցե աշխատանքը առաջ չի գցում, միգուցե նաև դրա համար է վեճը։ Զույգերից մեկը կամ չեն աշխատում, կամ չեն ուզում աշխատել, կանգնած են, հա, նույն դիրքում են, ոչինչ չեն ուզում անել, միգուցե նաև դա է վեճի պատճառը։ Օրվա ավարտին նաև կտատանվեք, ծանոթ կանեք, ձեր մեջ կասկածներ կմտնեն, կամ միգուցե ինչու վիճեցի, եթե գործ լիներ կգտներ, ինչ որ նման պահեր կարող են լինել նաև ոմանց մոտ։ Կամ միգուցե հենց այդ գործը, որ չեք կարողացել առաջ տանեք ձեր, միգուցե դա է ձեր մեջ վերլուծում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խոզերին, վարազներին։
Ինչ է սպասվում վարազներին նոյեմբերի 3-ին։ Հարգելի վարազներ, խոզեր, այդ օրը ոմանք կարող են շատ աշխատանք ունենալ, պատվերներ գրանցեք, բիզնեսը առաջ տանեք, նաև ընդունվեք աշխատանքի, հանդիպեք պետական աշխատողի հետ կամ ձեր տնօրենի հետ, օրվա ընթացքում հեռախոսազանգ կունենաք, նաև հիվանդանոցի մասին են ձեզ ասում, ինչ որ մեկը պարկած է այնտեղ, դրանից հետո կարող մի փոքր ձեզ վատ զգալ, պարկել ավելի շուտ, Նաև պետք է հետևեք ձեր առողջությանը, կամ հեռախոսազանգը դրան է վերաբերվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։